Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է առաջնորդության խաչմերուկներում խորագրով քննարկմանը։ Հարց ու պատասխանի ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում իրավիճակին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն ձևավորված է խաղաղություն։ Այն իրականություն է, այդ առումով նա բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ջանքերն ու ներդրումը։ Ունենք խաղաղություն եւ դա իրականություն է։ Սա պատմական փոփոխություն է ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, այլ նաեւ մեր տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ, որովհետեւ կարծում եմ առաջին անգամն է, որ մենք ունենք իրական հնարավորություն Հարավային Կովկասում մտնելու տնտեսական համագործակցության փուլ եւ ունենալ ոչ միայն խաղաղ, բայց նաեւ բարգավաճ տարածաշրջան։ Մասնավորապես հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնում ընդունված հռչակագրով մենք պայմանավորվածության ենք եկել բացելու տարածաշրջանային կապերը, հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ երկկողմանիության սկզբունքների վրա։ Կա նաեւ մեկ այլ սկզբունք՝ միջազգայինորեն ճանաչված սահմանների անկախտելիությունը։ Վարչապետն անդրադարձել է TRIP նախագծին եւ կարեւորել դրա իրականացումը Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Ըստ նրա, տարածաշրջանային կապվածությունը նշանակում է, որ կողմերը հնարավորություն կունենան օգտվել մեկը մյուսի տարածքից ներքին, երկկողմ եւ միջազգային կապի համար, եւ դա նշանակում է, որ Հայաստանի տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ Հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհն ապրում է մատակարարման շղթայի ճգնաժամ, դա իսկապես կարող է իրավիճակ փոխող հանգամանք լինել միջազգային առևտրի, նաեւ մեր տարածաշրջանի համար։ Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունը մեծ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն է, որը կարևոր է խաղաղության գործընթացի, նաև հետագա բարեկեցության եւ կայունության համար։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կաջակցի այն, ինչին մենք մինչ այժմ հասել ենք։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին եւ խաղաղության գործընթացին։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, հույս ունենք, որ այդ ուղղությամբ եւս առաջիկայում դրական զարգացումներ տեղի կունենան։ Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների տրված ընթրիքին։